Ռուսաստանի հետ կապերը խզելու օրակարգ չունի Երևանը, նույնիսկ արևմուտքի հետ մերձեցման պայմաններում։ Սանկտ Պետերբուրգում 5 օր առաջ տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարն այս մասին հայտարարել, ընդգծելով, որ Հայաստանի համար շահեկան է ԵԱՏՄ հարթակում գործակցությունը։ Վերլուծաբաններ նկատում են, ընտրություններից առաջ Ռուսաստանին նեղացնել չի ուզում Հայաստանի իշխանությունը։ Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին ձեռքսեղմումից 5 օր անց Հայաստանի արտգործնախարարը վստահեցրել է, Ռուսաստանի հետ կապերը խզելու օրակարգ չունի Երևանը։ Ռուսաստանին Հայաստանից դուրս թողելու, Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, որևէ այլ կապերը խզելու օրակարգ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չունի։ Այն, որ Հայաստանը մտերմանում է արևմտյան երկրների հետ, թակում է Եվրամիության դուռը, չի նշանակում, թե փակում է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության ճամփան, պնդել է Միրզոյանը։ Խզել կապերը Ռուսաստանի Դաշնության հետ պետք չի նույնականացնել ԵԱՏՄ անդամակցության հետ։ Մենք հիմա ԵԱՏՄ-ում անդամ պետություն ենք, չէ՞, եւ մենք շահեկան համագործակցություն ունենք, այդ թվում եւ մեր համար շատ շահավետ համագործակցություն ունենք ԵԱՏՄ շրջանակներում։ Եթե մի օր հարց ծագի անդամակցել Եվրոպական միությանը, այդ հարցին զուգահեռ պետքա ծագի թե մնալ, այսինքն հարցի հաջորդ կտոր, թե մնալ ԵԱՏՄ-ում։ Սա չեմ կարող շղթել եւ որևէ մեկը չի կարող, բայց եթե այդ օրը գա կամ երբ այդ օրը գա, մենք բոլորս կնստենք, կմտածենք այդ մասին։ Հիմա Հայաստանի իշխանությունը մտածում է 2026-ին վերընտրվելու մասին, կարծում է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ ԱՊՀ վերջին հավաքներին, հայ պաշտոնյաների հայտարարությունները, թե դաշնությունից հեռանալու օրակարգ չկա, նախընտրական մանիպուլյացիաներ են։ Այսօրվա իշխանությունները իհարկե հնարավորինս ամեն ինչ փորձելու են անել, որպեսզի վերընտրվել։ Դրա համար նաև անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք վերջին տարիներին բավականին լարված են պահպանվում, գոնե մի քիչ ջերմացնեն այդ հարաբերությունները, մտերմանեն։ Հովհաննիսյանի խոսքով դա ծանոթ գործելավոճ է։ 2021-ի ընտրություններից առաջ էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները տորպեդահարող իշխանությունը սկսեց մեղմել հակառուսական քաղաքականությունը։ 3-4 տարի առաջ ընտրություններին առաջ Հայաստանի իշխանությունները օրինակ պատասխանատվությունն էին հայտնում հանձնել որոշ տարածքներ, շատ կարևոր իդեպ ռազմավարական տեսանկյունից տարածքներ, Տավուշի ուղղությամբ, Սյունիքի ուղղությամբ, Վայոց-Ձորի ուղղությամբ, Գերակոնիկի մարզի ուղղությամբ Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը այնտեղ բազաներ կառուցի։ 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանագրով անգամ Հայաստանը Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը հանձնել էր Ռուսաստանի սահմանապահ ուժերին։ Հիմա պաշտոնական Երևանը մերժում է թրիփին միանալու դաշնության հայտը, փոխարենն առաջարկում վերականգնել երկաթգծերը Իջևանում, Երասխում ու Ախուրիկում։ Այդ առաջարկը Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ էլ է արել, ակնարկելով, որ եթե այդ հնարավորությունն էլ բաց թողնեն, Հայաստանը պետական միջոցներով կվերականգնի այդ երկաթգծերը։ Մի կողմից թրիփն են իրականացնում, Միացյալ Նահանգներն են այդտեղ ազդեցություն ունենալու, մյուս կողմից իրենք փորձում են այլ ուղղություններով ճանապարհները բացել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, եւ այդտեղ հիմնական դերը խաղալու է Ռուսաստանը։ Մեղմացման քաղաքականությանը զուգահեռ Հայաստանի իշխանությունը չի դադարում ռուս գործակալների փնտրել մեր երկրում։ Վերջին օրինակը Գարեգին II եղբայրն է, Եզրաս arczepiskopos-ը, որի իբր ռուսական գործակալ եղած լինելու մասին փաստաթուղթ էր հայտնվել համացանցում։ Հայտարարությունները ռուսական գործակալ է, արևմտյան գործակալ է, ոչ մի հիմքեր ըստ էության չունեն, թե ունեն ինչ-որ հիմքեր, պետք է շատ հստակ արգումենտներով դա ցուցադրեն։ Ի պատասխան Մոսկվան արտգործնախարարության խոսնակի շուրթերով հարցրել էր, ինչ չափորոշիչներով են Հայաստանում որոշում ռուսական ազդեցության գործակալներին։ Այս հարցին մինչև այսօր պաշտոնական արձագանք չի հնչել Հայաստանից։ Լիլիթ Սարգսյան, Գագիկ Տեր-Ղազարյան,